Գյումրի 1 և Գյումրի 2 սոցծառայության տարածքային բաժիններում 2006 թվականից ավանների փոխհատուցման ենթակա հաշվառված է եղել մոտավորապես 13,456 քաղաքացի, 9,583-ը պետության կողմից փոխհատուցվել է, շուրջ 3,850 քաղաքացի տարբեր պատճառներով չի օգտվել իր հնարավորությունից։ Հիմնականում դրանք բացականերն են, կան ինչու՞ չէ նաև մահացած, և փաստորեն նրանց համար օրենքը չի դադարեցվում, վճարումը կարող է շարունակվել, եթե քաղաքացին իր բացակայությունից հետ է վերադառնում, դիմում է անպատասխան սոցիալական ծառայությունների տարածքային բաժին և իրավունքի վերականգնումը փաստորեն կատարվում է և վճարումը շարունակվում է նրանց համար։ Աստիճանաբար տարբեր խմբերի քաղաքացիներին ավանների փոխհատուցումից հետո արդեն որոշակիորեն պարզ է, թե հետագայում պետական այս ծրագիր, որ քաղաքացիներին ընդգրկվելու և ստանալու դրամական ավանդ, ասում է Գյումրի 2 սոցծառայության տարածքային բաժնի պետ Էդուարդ Բաղրամյանը։ Մեկ այլ որոշումով շարունակվում է տրամական ավանդների փոխհատուցումը, և օրենքով նախատեսված է, որ մինչև 1924 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ տված քաղաքացիների համար կատարել հաշվառում, և բնականաբար նրանք պետք է պարտադիր հաշվառվեն անապահովության համակարգում, այսինքն փարոս ընտանեկան համակարգում, անկախ նրանից նրանք նպաստառու կլինեն թե ոչ, այսինքն բավարար է նրանց համար գրեթե արդեն 0-ից բարձր միավոր ունենալը։ Եթե ձեռք են բերում 0-ից բարձր միավոր, փաստորեն նրանք կարող են հաշվառվել իրենց տրամական ավանդների փոխհատուցման համար։ Հաջորդ խումբը, որ նախատեսված է նույն որոշումով, դա ազատամարտիկ հաշմանդամներն են, առաջին, երկրորդ, երրորդ խմբի հաշմանդամների մասին է խոսքը։ Տարեցները պետք է հաշվառված լինեն մեզ մոտ և միավորը լինի 0-ից բարձր։ Հաշմանդամների դեպքում չկա այդ խնդիրը, առանց հաշվառվելու կարող են ստանալ։ Արդեն մի քանի օր է Գյումրի 1 և Գյումրի 2 սոցծառայություններում չի դադարում քաղաքացիների հոսքը, դիմում են տարբեր տարիքի քաղաքացիներ։ Հաստատ գիտեմ, որ հատուցվում է 89 և բարձր տարիք ունեցողներին, բայց գալիս են անկախ իրենց կամքից երևի ասեմ, դիմում են մեզ, մինչև 24 թիվն ենք մենք հայտարարում, գալիս է 50 թիվը, թե ինձ գրանցելու եք, թե ոչ։ Դե ինչ անենք, մենք էլ պատասխանում ենք, որ սպասեք ձեր հերթին։ Իսկ թե երբ կգա մյուս քաղաքացիների հերթը, կամ ինչ է նախատեսում կառավարությունը ավանդների փոխհատուցմանը սպասող մյուս քաղաքացիների համար, պարզ չէ։ Առայժմ
չի, որտեղ մասնական հաշվարկներ դա է, այս տարի գիտեք մենք ավարտեցինք հայրենական պատերազմի վետերանների փոխհատուցումը, Այն, որը մինչև 1924 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականություններ կատարելիս հաշմանդամ դարձած անձանց թիվը հանրապետությունում քիչ է, հաստատում են նաև պատասխանատուները։ Օրինակ, մինչ այժմ 14 տարեց է փաստաթուղթ ներկայացրել Գյումրի 1 սոցիալական տարածքային բաժին։ Նման խմբի որոշ քաղաքացիներ այս մասին դեռ իրազեկ չեն։ Նրանք, ովքեր օգտվում են այս իրավունքներից, կարողանան փաստորեն առաջիկա մեկ ամսվա, երկու ամսվա ընթացքում դեկտեմբեր կարողանան ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, Եթե դիմեն մինչև նոյեմբեր ամսվա վերջը, բնականաբար դեկտեմբեր ամսին կարող են ստանալ իրենց գումարը։ Մինչ ցուցակներում ընդգրկվելն ու գումար ստանալը քաղաքացուց պահանջվում է ներկայացնել որոշ փաստաթղթեր և դրանց կրկնօրինակները իր տարածքային սոցիալության ներկայացուցչին։ Տեղեկանքները պետք է ներկայացնեն սոցիալից թոշակի չափի մասին, համապատասխան փաստաթղթերի պատճենները, բանկից տեղեկանք պետք է ներկայացնեն գումարի հստակ չափի մասին։ Քաղաքացիների փաստաթղթային տվյալները սոցիալությունները կմուտքագրեն տեղեկատվական բազա և կուղարկեն աշխատանք և սոցիալական հարցերի նախարարություն, իսկ քաղաքացու ավանդի փոխհատուցման ցուցակներում ընդգրկված լինելու մասին վերջինիս հիմնականում կտեղեկացնի փոստային բաժանմունքը։ Անիմակրչյան Խաչատուր Գևորգյան, Ազդարար։